Ես հնարավոր համարում եմ Ադրբեջանի ներգրավումը պատերազմին, ըստ երևույթին այդ ԱԹՍ-ների միջադեպը Նախիջևանում ես հակված եմ հավատալու, որ այո, Իրանն էլ չէր կազմակերպել, դա ավելի շուտ սադրանք էր Իրանի դեմ, կարելի է ենթադրել, որ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից, այնուամենայնիվ ես հնարավոր համարում եմ Ադրբեջանի մասնակցությունը կամպանիային Իրանի դեմ, բայց հավանականությունը շատ քիչ եմ, շատ ցածր եմ համարում նման սցենարի։ Ուրեմն Ադրբեջանի նման երկիրը, որը բավականին բալանսավորված քաղաքականություն է վարում որպես կանոն, Իրանի դեմ կամպանիային կմիանա միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ պետական կարգը երերվում է Իրանում, Իրանը քաոսի կամ մասնատման եզրին է կանգնած, հակառակ դեպքում ինքը նման արկածախնդրության չի գնա։ Իսկ ինչպես տեսնում ենք, որ քիչ առաջ խոսում ենք այդ մասին, Իրանի պետական կարգը առայժմ տապալվելու կամ ցնցումների ենթարկվելու նշաններ ցույց չի տալիս։ Երկրորդ գործոնը, շատերը Ադրբեջանի հաղթաթուղթ են համարում Իրանում բնակվող 20-25 միլիոն ադրբեջանցիներին, բայց գիտեք, ցանկացած երևույթ երկսայր է, դա ինչպես հաղթաթուղթ է Ադրբեջանի ձեռքին, այնպես էլ կարող է դառնալ Ադրբեջանի դեմ ճնշման գործիք Իրանի ղեկավարության կողմից։ Հետևաբար այս գործոնը պետք չի շատ մի դիտանկյունից նայել։ Եվ վերջապես, եթե անգամ Բաքվում ցանկություն կա հակաիրանական կամպանիային միանալու, այս պարագայում իր համար զսպող գործոն կարող է Թուրքիան լինել։ Պատահական չի, որ Փեզեշքյան Ալիև հեռախոսազրույցին նախորդել էր Ստամբուլում Բայրամով Ֆիդան հանդիպումը,